2025 թվականին մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2 միլիարդ դրամի տուգանք է նշանակել անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ, որից ավելի քան 1 միլիարդը վերականգնվել է Հայաստանի Հանրապետության բյուջե։ Այս մասին ամփոփիչ ասելիություն հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Նախորդ տարվա ընթացքում նախագծվել և մի շարք օրենքներ են կիրառվել, որոնք հնարավորություն են տվել նոր մեխանիզմների օգնությամբ ինչ-որ չափով վերահսկելի դարձնել միջին ու մեծ տնտեսվարողներին։ Ըստ Գևորգյանի, օրինակ գյուղացիական տնտեսությունների համար ընդունված օրենքի համաձայն մթերում իրականացնող ընկերությունները պարտավոր էին վճարումները կատարել 30 օրվա ընթացքում, սակայն մեկ այլ նախաձեռնությամբ օրենքի մեջ փոփոխություններ կատարելուց հետո 30 օրը փոխարինվեց 2 ամսով, պայմանով, որ այդ դեպքում մթերում իրականացնող ընկերությունները գյուղացիական տնտեսություններին պարտավոր են նաև հավելյալ տոկոս վճարել։ Նրա խոսքով նոր փաթեթի ընդունումը տվեց իր արդյունքը, քանի որ այդ ընթացքում մթերող ընկերությունները շուրջ 5.2 միլիարդ դրամի վճարումներ են կատարել տնտեսվարողներին։ Ըստ նրա ուշացումներ լինում են, բայց ոչ նշված ժամկետից դուրս եւ տոկոսային հարաբերակցությամբ դրանք շատ քիչ են։ Նույնն էլ կարելի ասել նաև առևտրային ցանցերի դեպքում։ Այստեղ էլ նրանք իրենց մատակարարներին են վերադարձրել 1.2 միլիարդ դրամ։ Գևորգյանը հատուկ անդրադարձ կատարեց նաև խաղային բուքմեյքերական ոլորտի փոփոխություններին եւ նրանց նկատմամբ կիրառված տույժերին։ Արտաքին գովազդը արգելված է Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտի, բայց տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացվում են տարբեր SMS հաղորդագրություններ, ինչ-որ էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթ ունեք, դուք կարող եք եւս ստացած լինեք, որտեղ ինչ-որ ձեր ծննդյան օրվա հետ կապված ստանում եք SMS հաղորդագրություն, որտեղ ասում է, որ կարող եք, չգիտեմ, ունենալ բոնուս եւ այլն։ Մենք այդ ամեն ինչը կարգավորեցինք, հիմա ցանկացած անձ, որը գրանցված չի կամ ակտիվ մասնակից չի խաղի, ինքը չպետք է ստանա հաղորդագրություն։ Հանձնաժողովի նախագահի հաջորդ կանգառը վերաբերում էր տաքսի ծառայության ոլորտում բարեփոխումներին, խոսքը մասնավորապես վերաբերում էր հավելվածող աշխատող տնտեսվարողներին եւ նրանց աշխատակիցներին։ Նոր օրենքի կարգավորման արդյունքում նվազեցվել են ընկերությունների կողմից կատարվող վճարներն ու աշխատակիցների կողմից ընկերություններին վճարվող բարձր տոկոսները։ Հաջորդիվ արդեն Գևորգյանը խոսեց հանրության հուզող մեկ այլ խնդրի կառուցապատման ոլորտում արկա թերությունների եւ շատ հաճախ նույն կառուցապատողների ձեռքին գերինկնող քաղաքացիների մասին։ Ըստ նրա նախաձեռնվում է օրենքի նոր նախագծի մշակում եւ ընդունում, որով կառուցապատող ընկերության եւ անհատի միջև կնքվելիք պայմանագիրը պետք է բովանդակի գովազդում արկա իրողությունը։ Այսինքն, եթե գովազդում արկա են բարեկարգ բակեր, դպրոց, մանկապարտեզ եւ բարեկեցության համար այլ պայմաններ, դրանք պետք է դառնան իրականություն։ Մեկ այլ կարգավորմամբ էլ փորձում է վերահսկել կառուցապատողների կողմից շահագործման հանձնելու անհարկի ուշացումները։ Եթե դուք վճարել եք, բայց բնականը պետքա օրինակ հանձնվել 2025 թվականի դեկտեմբերին եւ ձեր բնականը չի հանձնում, այնտեղ հստակ մարդուն վճարման մեխանիզմ պետքա լինի, որպեսզի կառուցապատողը այդ այսինքն տույժ տուգանքը հաշվարկի եւ տա ձեզ։ Գեգամ Գևորգյանը ասուլիսի ընթացքում անդրադառնալով նաև լրագրողների հարցերին խոսեց նաև մեդիադաշտում տարածված այն թույլ կարծիքի մասին, ըստ որի կառավարությունն է ադրբեջանական վառելիքը ներկրել։ Նրա խոսքով կառավարությունը պայմանավորվողն է, բայց ներկրողն արդեն բիզնես ներկայացուցիչներ են եւ Հայաստանում այդ ոլորտում գործող յուրաքանչյուր ընկերություն կարող է ինքը եւս ադրբեջանական վառելիք ներկրել։ Այստեղ ոչ մի մրցակցային նորմ չի խախտվել, հավելեց Գևորգյանը նկատի ունենալով, որ ներկայումս երկու ընկերություն է մասնակցում այդ գործընթացին, սակայն պայմանագրեր կնքել կարող են բոլոր ցանկացողները։ Նոր եւ ավելի մատչելի ներմուծումը շուկայի համար շատ կարեւոր է, ասաց նա։ Սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով։ Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ այսօր տալիս է ազդակներ, որ վրացական կողմի հետ եւ վրացական բեռնափոխադրումների գինը էական կարող է նվազել, այսօր արդեն փաստ ազդակներ ունենք, իհարկե սրա մասին դեռևս կյանքը ցույց կտա որքան կլինի եւ ոնց կլինի, որտեղ հիմա երկրորդ խմբականակը, որ մուտք գործի արդեն կհասկանանք, երկրորդ Հայաստանի Հանրապետություն գործող թանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է իր գործընկերների միջոցով կապնվել եւ կամ ինքը գնալ կապնվել եւ պայմանագիր ունենալ ու ինքն ներմուծում իրականացնել, ոչ միայն բենզին կամ դիզել, ցանկացած ապրանք, որը ինքը ցանկանում է դա իրականացնել։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաեւ շուկայում հեղուկ գազի գների տատանումներին, ընդգծելով, որ այն կախված է երկու հիմնական հանգամանքներից՝ առաջինը բորսայում գործող գներից եւ երկրորդը ճանապարհածախսից։ Ըստ նրա ներկայում հեղուկ գազ Հայաստան ներմուծում են 100-ից ավելի կազմակերպություններ։